Երևանում երբ եռում է մշակութային, հատկապես այս դեպքում թատերային կյանքը, մենք բոլորս շատ ուրախ ենք, չէ՞։ Վայենել ոնց ու այսօր կարծես թե մի քիչ թատրոնից քիչ ենք խոսել։ Քիչ ենք խոսել, այո, բայց ունենք այդ հնարավորությունը, որովհետև Աբովյանի դրամատիկական թատրոնում կա հրաշալի նորություն եւ առասարակ երբ մարզային թատրոններում էլ լինում է ակտիվություն, դա կրկնապատկում է մեր ուրախությունը։ Եվ այսպես Աբովյանի դրամատիկական թատրոնում մայիսի 14, 15, 16 կայանալու է արտիստը ներկայացման պրեմիերան։ Բա, տեսնում եք ինչքան ուրախացնող նորություններով ենք մենք այսօր հանդես գալիս։ Եվ հենց այս գեղեցիկ իրադարձության եւ կապակցությամբ ունենք շատ լավ հնարավորություն խոսելու գլխավոր մեղավորների հետ, որոնք այս ամեն ինչը կազմակերպել են։ Մեր տաղավարում է Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն, արտիստը ներկայացման ռեժիսոր Արմեն Սարգսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ դերասան Ռուբեն Կարապետյանը, բարի լույս։ Բարի լույս, Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ոնց եք։ Շատ լավ եք, շնորհակալություն։ Առավոտը լավ սկսվել է։ Միշտ լավ է սկսվում, որովհետև գալիս ենք մեր բոլոր լավ նորությունները, առաջինը հենց հանրայինով միանգամից այսպես հանրության ենք ներկայացնում։ Արմեն, իսկ վերջին պրագոն այսօր է լինելու ներկայացման։ Այո, այսօր պիտի անենք գլխավոր փորձն է։ Նախատեսել ենք նույնիսկ 2 փորձ անել, որ ավելի ամրապնդվի։ Դե լավ, շատ չտանջես դերասաններին ամեն դեպքում, առաջին գլխավոր փորձից հետո կերևա երկրորդը պետք է թե ոչ։ Բայց գոհ ես Ռուբենի աշխատանքից։ Դե Ռուբենի հետ առաջին աշխատանքը չի, որ անում ենք, արդեն 3-4 տարվա մեր թատրոնի արտիստ է Ռուբենը, արտիստ է կերտելու։ Դրա համար արդեն որ պիեսը վարկած վերածում էի, ստեղծագործությունը պիեսի, արդեն աչքիս առաջ Ռուբենն էր, թե ինչպես ենք իասին ստեղծագործելու եւ ինքն էլ արդեն ինձ է հարմարվել, գիտի ես ինչ եմ ուզում, շատ հեշտ իրար հետ հանգիստ կարողացանք հասնել դարձին։ Առաջարկում եմ խոսակցությունը շատ շուտով էլի կշարունակենք Ռուբենի մասով, էլ նաև Ռուբենն էլ կպատմի իր տպավորությունների մասով, բայց ինչու է ընտրվել հենց Ժիվազադեի արտիստը, այս ներկայացումը ինչով կտարբերվի եւ իր յուրահատկությունների մասով նույնպես փորձենք նկարագրել։ Ինքը առասարակ մենք մեր խաղացանկը ձևավորելիս տարվա ընթացքում միշտ ունենում ենք 3 կամ 4 նոր ներկայացում։ Եվ այդ 3-4 ներկայացումներից 2 ներկայացումը պարտադիր անդրադարձ է լինում դպրոցական գրականության ցանկին, որպեսզի դպրոցահասակ աշակերտները իրենք հնարավորություն ունենան դպրոցում այն դասերը, որ անցնում են, գան թատրոն եւ այդտեղ գիտելիքները ամրապնդեն։ Մեկը լինում է պարտադիր մանկական ներկայացում եւ հաջորդը լինում է այն արդեն մի փոքր բարձր դասարանցիների համար։ Վերջին անգամ միջին դպրոցի համար մենք ունեցել ենք Վիլյամ Սարոյանի տարեկանի արտում ներկայացումը եւ գրեթե 1 տարի է ինչ չունենք նոր ներկայացում այդ դպրոցահասակների համար եւ տարբեր ստեղծագործություններ էինք մտածում, որին անդրադառնանք եւ ընտրությունը կանգնեց մեր թատրոնով եւ քննարկեցինք Շիրվանզադեի արտիստի հիման վրա, փորձել ենք կինոպատումի ոճով բեմադրել, այսինքն այստեղ մենք ներկայացնում ենք կարծես թե արդեն եղած ավարտված պատմությունը կինոյի կինոն եւ թատրոնը իրար հետ զուգորդելով որպես զուտ գործողության տեսակետ, այսինքն ոչինչ չի գնում պատմության պրոյեկտորով եւ այլն, բայց որպես գաղափար օգտագործել ենք կինոպատումը։ Ըստ իս հեղինակն էլ ինքն էլ է, չասենք ստիպում, բայց նաև հուշում տալիս, որ կարելի է նաև այդ ձևաչափի մեջ ներկայացնել արտիստը, իսկ հեշտ էր այն շրջանը, երբ մենք պետք է արտիստը վիպակը պատմվածքը դարձնենք թատերային նյութ, որովհետև դա շատ կարևոր մի ընթացք է, որը պետք է հաղթահարել եւ այդ ընթացքի մասին մի փոքր ներկայացնես, խնդրում եմ։ Երևի տես տարիների ընթացքում, որ շատ են անդրադարձ եղել, որ տարբեր ստեղծագործությունների վարկածներ եմ ինքս արել, ինձ համար ավելի դարձել է շատ հեշտ ստեղծագործությունը վերածել պիեսի, շատ հեշտ եմ աշխատում նյութի հետ, ինձ համար նույնիսկ հաճելի է ավելի աշխատել այդպես, քան օրինակ արդեն իսկ պատրաստի պիեսի վրա, որովհետև երբ դու վերածում ես ստեղծագործությունը պիեսի, կամա թե ակամա դու էլ ոնց որ դառնում ես համահեղինակ տվյալ ստեղծագործության, բերում ես քո միտքը, քո գաղափարը, իսկ հատկապես եթե դիտարկեմ, որ ես ինքս որպես ռեժիսոր եմ նաև դա անում, արդեն դու վերածելով պիեսի, նաև ռեժիսորական քո ամբողջ կոնցեպտը դնում ես այդ պիեսի տակ,
Նախորդ արդեն պատկերացումներ ամեն ունեն ինչ այո անել են եւ տեսնենք վաղը ոնց արձագանքը կգա հանդիսատեսի Երաժշտական ձևավորում կա ներկայացման մեջ։ Այո, բայց Տարբեր երաժշտություններ վերցված օգտագործված։ Նկարիչնով են։ Նկարիչը մենք մեր թատրոնի մեր ընկերներով ենք արել, մենք այսօր էլ մեր Չիվանը մեր ընկեր, որը որ բավականին գեղեցիկ եւ սուր աչք ունի, ինքը այսպես սիրուն կարող ենք ենթադրել, որ շատ մինիմալիստական լուծումներ ունի բեմանկարչական։ Այո, ունի, բայց ինքը հենց այդ փորձել ենք 1900-ական թվականների մթնոլորտը պարտադիր բերել բեմ։ Օրինակ, եթե մենք ուսումնասիրել ենք տարբեր նաև ներկայացումներ, օրինակ, եթե հերթի տեսարան կա, մենք այստեղ թատրոնի մուտքի առջև մենք փորձել ենք ստանալ այդ հին թատրոնի տոմսարգղը, որը հայտնվում անհետանում է, գալիս գնում է մարդիկային այդ մասսայական տեսանում հերթ կանգնել եւ այլն, այսինքն մենք փորձել ենք որպես անել, որ հանդիսատեսը մի պահ կտրվելով իրականությունից տեղափոխվի իրոք այդ 20-րդ դարաշրջանից։ Փորձել ենք ամեն ինչ անել, այո, որպեսզի Իսկ գեստների նկարիչը Զգեստների նկարիչ որպես այդպես ինչ չի եղել, բայց ժամանակաշրջանը պահել ենք։ Ռուբեն ջան, հասանք քեզ։ Հիմա կիսվիր դու քո տպավորություններով, հեշտ էր այս ճանապարհը, որ անցակ մինչև այսօր դեռ պետք է անցնեք դեռ։ Եվ որպես մեծ ոնց որ այսօր է փորձ կարելի, այսօր էլ ճանապարհը դեռ չի ավարտվել, այ որ վաղվանից եւ որպես մեծ դեր սա առաջին է թե էլի ես ունեցել։ Եթե հաշվի առնենք ես եւ նայում Անտոնիոյի կերպարը, բայց սա երևի ավելի մեծ ու ավելի ամբողջական կերպար է, եւ հենց այդ էր համ զարմանալի, համ հետաքրքիր, որ այսպես ասեմ, արդեն ստացված պիեսում գործողությունները շատ դինամիկ են ու տեսարանները շատ արագ փոփոխվում են ու յուրաքանչյուր տեսարանում կերպարը մի նոր էմոցիայով, նոր գույնով, այլ ուրիշ ինչ-որ մի բան է խաղում ու դա անընդհատ ու շատ դինամիկ։ Այդ առումով շատ հետաքրքիր էր որպես դերասան աշխատել, մարմնավորելիս այդ կերպարը։ Եվ այդպես կարծում եմ, որ վատ չի ստացվել։ Եթե օրինակ դերին նաև նայենք որպես տնային առաջադրանքի ձևով, մենք ինչ-որ մի բան յուրաքանչյուր դերից սովորում ենք կամ հաղթահարում ենք, չէ՞։ Հիմա այս դերը մենք հասկանում ենք ու ենթադրում ենք ինչ է իրենից պահանջում։ Որպես դերասան, որպես կատարող, ինչ է սովորել ու հաղթահարել։ Լևոնից կարելի է սովորել նպատակասլաց լինել, պայքարել հանուն այդ նպատակի, այդ քուներ նպատակ գնալ Իտալիա, սիրած աղջկա մոտ, եւ հանուն այդ նպատակի ամեն ինչ անում էր ու սիրել, որտեվ այդ չափ սիրել, այդ կերպ սիրել ամեն մեկը չի կարող ինձ թվում, ու հենց արտիստը պետքա կարողանա այդպես սիրել էլի։ Իսկ չէր որ նա անվանում է արտիստ Լևոնի պես արդյոք սիրում ես քո մասնագիտությունը։ Այո, սիրում եմ։ Բայց ինձ թվում է սիրել, եթե տեսնենք թե ինչա կատարվում Լևոնի այդ վերջում, ինձ թվում է դա շատ ավելի մեծ սիրո արդյունք է դրսևորում։ Շատ կարևոր մի առանձնահատկություն կա մարզային թատրոններում կապված թատրոն եւ հանդիսատես կապի հետ, որովհետեւ այնտեղ թատրոնները ավելի քան պարտավոր են շատ ավելի արագ տեմպերով նոր ներկայացումներ բեմադրել, հաշվի առնելով նաեւ հանդիսատեսի թիվը, որպես այդպեսին ու նաեւ պահանջը։ Ինչ արձագանքներ ունենք հանդիսատեսի կողմից հիմա, սպասում են դպրոցահասակները, մեծահասակները, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ սա համարենք դպրոցական գրականության ծրագրերից մեկը, բայց լիարժեք այն մեծահասակների համար դիտարկվող ներկայացում է նաև։ Ես այսպես նախ արտիստի մասով, հետո ընդհանրապես պատասխանեմ, արտիստը մենք նախատեսել ենք մեկ ներկայացում ընդամենը, կանենք պրեմիերա, փակենք թատերաշրջանային այս ընթացքը եւ աշնանը նորից կշարունակենք, բայց առս պահին արդեն խաղում ենք մի քանիսը, 15, 16, այսինքն ստացվում է, որ նաև հանդիսատեսն է ստիպում, որ դու օրինակ ավելացնես ներկայացումներ։ Մենք այս ամսվա մեր խաղացանկում օրինակ տարեկանի արտումը նշեցի, մենք փոքրիկ իշխանը, Գանձերի կղզին 3 տարբեր ներկայացում, մեր դահլիճն էլ 580 տեղանոց դահլիճ է, բոլորը ունեցել ենք այսպես տեղ չի եղել նստելու օտարալեզու այդ բառը չեմ ուզում։ Լեփլեցու դահլիճներ են եղել եւ այսինքն սա հասկացնում է որ ի վերջո նաեւ Աբովյան խոշորացված քաղաք ինք այսօր 100,000 եւ ավել բնակիչ ունեցող քաղաք է։ Մենք Երևանին շատ մոտ ենք եւ չկա ներկայացում, որ մեր դահլիճի մոտավորապես 100 հանդիսատեսը Երևանից չլինեն։ Նույնը արտիստին մենք ամսի 16-ին արդեն 2 կոլեկտիվ հայտով ասում ենք դպրոցականների Երևանից։ Այսինքն այս առումով
եթե մենք 4-ից 5 տարի առաջ գալիս եւ խոսում ենք ու ասում ենք սիրելի հանդիսատես, եկեք ներկայացումների եղևում ենք, որ չէին գալիս, այժմ մենք հանդիսատեսի մասով չենք կարող բողոքել, խնդիր չունենք հանդիսատեսի, իրենք գալիս են, իրենք ստիպում են, կարելի ասել արտիստը նաեւ ստիպեցին, որ բեմադրենք, որովհետեւ եթե մեր ընթացքը 9 տարիներին ենք, մեր պրեմիերաները միշտ աշնանն էին լինում, մենք երբևէ գարնանային պրեմիերա չէինք ունեցել մեծահասակների ներկայացման, սա դպրոցները ստիպեցին, այո։ Հիմա աշնանը եւս մեկ նոր ներկայացում կունենանք, դա արդեն ԿԳՍՄ նախարարության դրամաշնորհի շրջանակներում է, դասական ենք էլի անդրադառնում, մեր առաջին շատ լուրջ դասական ստեղծագործությունն է Գոլդոնի 2 տիրոջ ծառան ենք անելու եւ այժմ պրեմիերան հանձնում ենք, մի 10 օր կհանգստանանք եւ կսկսենք նոր թափով արդեն նոր գործի շուրջ կա։ Մեզ մնում է ընդամենը հաջողություն մաղթել, այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորը ինչի ինձ դուր եկավ ու գրավեց, դա այն է, որ սիրելիներս ձեր ակտիվության շնորհիվ թատրոնը ապրում է, չէ՞ որ նրանք ստեղծագործում են, աշխատում են հենց ձեզ, մեզ, հանդիսատեսի, ժողովրդի համար։ Ու ձեր հոսքը տեսնում եք ինչքան բան է փոխում։ Մեկ ներկայացումը դարձել է 3 ներկայացում։ Այս տեմպերը որ շարունակեք, այս մարդիկ արձակուր չեն գնա։ Շնորհակալություն ձեզ հաջողություն ենք մաղթում, հուսանք որ Արմեն ջան շատ հաճախ կհանդիպենք մեր տաղավարում, նորությունները որպեսզի շատ լինեն ու դա էլ առիթ հանդիսանալու անցալելու համար ու միշտ մեր եւ մեր առասարակ արվեստի կողքին լինելու համար։ Դե, շատ է գլխավոր փորձին։ Ձեզ նույնպես հաջողություն ենք մաղթում, չխանգարենք, այո, դուք երևի գլխավոր փորձի եք, իսկ վաղը ու մնացած օրերի համար ձեզ հաջողություն ենք մաղթում նաև ներկայացման հաշվով։ Մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, սա առավոտ լուսոն է, մնացեք մեզ հետ։